Պատվարժան դատարան, դատավարության հարգելի մասնակիցներ, անկեղծորեն իմ ընկերը տարուց ավելի քաղաքական բանտարկյալ հանդիսացող Արթուր Սարգսյանը բավականին հանգամանալից ներկայացրեց ստեղծված իրավիճակը եւ այն մտահոգությունը, որ իսկապես ես էլ կիսում եմ պատվարժան դատարան, բայց վերջին 8 տարիներին փաստաբանական գործունեությունը, որը իրականացնում եմ, ինչ որտեղ միգուցե լի է օպտիմիզմով, ինչ որտեղ այն լի է եղել ռոմանտիզմով, այսինքն իրավիճակներ, որտեղ ես իսկապես հակված եմ օրինակ։ Պարոն Պողոսյան, դուք լսում եք, որ ձեր ձայնը արձագանքում է այստեղ։ Հանգարում եք ձեր գործընկերոջը, դուր չեք տալիս, որպեսզի դատարանը հստակ լսի ինչ իմաստն է։ Գործընկերոջը, այո, նաև ընկերոջը, այսպես էլ ասենք։ Խնդրեմ։ Պատվարժան դատարան Արթուր Սարգսյանի մտահոգությունը, որ նախորդ դատական նիստին այնինչ տեղի ունեցավ, ես ոչ միայն այն մտահոգություններն եմ կիսում, որոնք հնարավոր այսօրվա դատական նիստի կանխորոշող էին, այլ ընդհանրապես ես չէի պատկերացնում, որ մենք անցյալ շաբաթ Սահմանադրական դատարանի 16-19 որոշման նման իրացում կտեսնենք։ Դուք դատավոր եք, ունեք ձեր ուրույն մոտեցումը, այն, որ նշվածի դեմ վերաքննիչ բողոքը ներկայացվելու է, կարգապահական բարույթ հարուցելու հաղորդումը ներկայացվելու, այդ ամենը հասցնելու եմ մինչև փաստաբանական գործունեությանը սահմանագիրը կասեցնելը։ Դեռևս ի դեպ մենք չէինք ստացել որոշումը, բայց հնարավորություն ունեցա արձերն ստանալու որոշումը, որը նաև հենց կբողոքարկեմ վաղը նախքան փաստաբանների պալատ համապատասխան դիմումը ներկայացնելը, ըստ որի գործունեությանը սահմանագիրը կասեցվելու է լիազորությունների ստանձնման ժամկետով։ Անկեղծ եմ ասում պատվարժան դատարան, դատավարության հարգելի մասնակիցներ։ Նախքան այսօրվա դատական նիստին ներկայանալը ունեցել եմ որոշակի ներքին կոնֆլիկտ։ Չոր իմաստով սա վերջին իմ հանրային հրապարակային ռմբակոծության կարգով դատական նիստն է։ Մեկ այլ նիստի էլ եմ այսօր մասնակցելու, այն իրականացվելու է դռնփակ, մեկ այլ քաղբանտարկյալի վերաբերող։ Անկեղծ եմ ասում, ես ուզում եմ հավատալ, որ դուք կկարողանաք ապահովել այսօր փոքրիկ մի աստիճանի արդարադատություն։ Ինչի եմ ասում ծավալի մեջ փոքր։ Այս քրեական վարույթը ի սկզբանե դատապարտված էր մեկ արդյունքի, դրա դադարեցման եւ պետության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից այս քրեական վարույթով ճնշումների, հալածանքների, ապօրինությունների, իրավունքների մասշտաբային սահմանափակումների ենթարկված անձանցից մարդկային ներողամտության հայցում։ Սա պետք է տեղի ունենար այս գործով։ Բայց այս գործը արդեն տարուց ավել է կամ ըստ էության 1 տարի է, ինչ ձեր վարույթում է։ Դուք ինքներդ, պատվարժան դատարան, նախ ձեզ եմ ուզում դիմել։ Դուք ինքներդ տեսել եք յուրաքանչյուր անձի, դատավարական կարգավիճակ ունեցող անձի վարքագիծը։ Եկեք ուղիղ խոսենք, պատշաճ վարքագիծը։ Ես վստահ եմ, ոչ դուք, ոչ իմ դիմաց նստած երկու հանրային մեղադրողները լինում են նիստեր 3-ն են լինում, եղել է, որ 4-ով են եղել։ Ես անկեղծ չեմ հավատում, որ իրենցից որևէ մեկը բովանդակության մեջ հավատում է այս մեղադրանքին։ Ձևական առումով ստորագրել են մեղադրական եզրակացություն, ձևական առումով գալիս են, ներկայանում են դատական նիստերին, բովանդակության մեջ ես չեմ հավատում, որ իրենք հավատում են այս մեղադրանքին։ Անկեղծ չեմ հավատում, կարող է դա էլ օպտիմիզմ, կարող է դա էլ ռոմանտիզմ, ինչևէ։ Եկեք խոսենք Արթուր Լավրենտի Սարգսյանի մասին։ Արթուր Լավրենտի Սարգսյանը ձեր նախագահությամբ տեղի ունեցած այս վարույթի շրջանակներում բացառապես դրսևորել է պատշաճ վարքագիծ։ Արթուր Սարգսյանի մասին 2025 թվականի հուլիս ամսին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը ազգային ժողովի ամբիոնից իդեպ 8-րդ գումարման ազգային ժողովի են, որ կիրակի օր էլ արդեն դադարած է լինելու, ելույթ ունենալու շրջանակներում նշում էր, որ Արթուր Սարգսյանը կխոչընդոտի, կթաքնվի, կկատարի նոր հանցանք։ Պատկերացնում եք այդ ելույթից հետո
Ավան նստավայրի դատավորներից մեկը, ով դրանից մի քանի շաբաթ առաջ ակնհայտ ապօրինի կերպով կալանավորել էր ազգային բարերար Սամվել Կարապետյան։ Արթուր Սարգսյանի դեպքում հերթական անգամ կարելի ասել ոչ իրավաչափ դատական ակտ է կայացնում, բայց գտնում է, որ կա միայն խոչընդոտելու ռիսկը։ Նախաքննության ակտիվ փուլ, ռեպորտաժներ, դաժան ձայնային ուղեկցությամբ, որ ինչ մի կարևորագույն դարակազմիկ դեպք է բացահայտվել եւ կանխվել, այդ փուլում, ասում են Արթուր Սարգսյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Նշված դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնում եմ ես, ներկայացնում է Խաչատրյան Էմինը, բայց դատախազությունը բողոք չի ներկայացնում։ Այսինքն ընդունում են, որ միայն խոչընդոտելու ռիսկն է։ Դրանից հետո դուք եք սկսում քննել այս գործը, բարձում է իդեպ այդ դարակազմիկ, բարդ, սխեմատիկ, իշխանությունը յուրացնող եւ ահաբեկչության հետ առնչություն ունեցող վարույթը կարելի է մեկ ամսում նախաքննությունը ավարտել։ Մեկ ամսում, շատ լավ, մեկ ամսում ավարտվում է, ուղարկվում է, դուք ստանձնում եք այս վարույթն, առաջին դատական նիստն է, եւ ինչ եք ասում դուք, ասում եք Արթուր Սարգսյանը կարող խոչընդոտի։ Այսինքն ոչ մի բան չփոխվեց։ Նախաքննության սկիզբ, ձայնային ուղեկցում, դաժան տեսարանով տեսանյութ, խոչընդոտել ու էլի բան չփոխվեց։ Լավ։ Դրանից հետո Արթուր Սարգսյանին գտնում եք, որ 3 ամիս էլ հələ պետք է լինի կալանքի պայմաններում։ Հետո որոշում եք եւս 3 ամիս պետք է գտնվի կալանքի պայմաններում։ Այնպես է ստացվում, վերաքննիչ քրեական դատարանը ասում է, որ ոչ, կարող է տնային կալանքը որպես խափանամիջոց կիրառվի դեկտեմբեր ամսից, դրանից հետո նույն տոնայնությամբ խոսում ենք տնային կալանքից։ Կներեք, իսկ ինչ փոխվեց։ Իսկ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը փոխեց բոլորիս իրավամտածողությունը։ Ես շատ լավ հիշում եմ դատական նիստերի դահլիճում օգոստոս ամսին էլ հուլիս ամսին էլ։ Օգոստոսին դուք էիք, հուլիսին ուրիշ դատավոր էր։ Ես ասում եմ Արթուր Սարգսյանին կալանավորելու անհրաժեշտություն չկա։ Ինչ պետքա վերաքննիչ քրեական դատարանի որոշումը փոխի մտածելակերպը։ Հիմա ինչ ստացվեց, չէ՞ ստացվեց մենք ճիշտ էինք, դուք սխալ։ Հիմա անդրադառնանք դրա զարգացմանը։ Դուք որոշում եք 2 ամսով երկարաձգել Արթուր Սարգսյանի տնային կալանքի ժամկետը։ Արթուր Սարգսյանը այդ ընթացքում ինչ է անում։ Պատգամավորի կարգավիճակ ունենալով 9-րդ գումարման ազգային ժողովի։ Այն որ մենք համարում ենք 8-ը ու 9-ը նույնն է։ Այսինքն որոշակի իմաստով մենք նույնիսկ մարտահրավեր ենք նետում մաթեմատիկային։ Ինչևէ, դե ամեն դեպքում ինչի պետքա միայն հումանիտար ճյուղերից խոսանք, հա։ Ինչևէ, հիմա այնպես է ստացվում Արթուր Սարգսյանը տնային կալանքի պայմաններում ձեռք բերելով պատգամավորի կարգավիճակ ընտրվում է 9-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր։ Պատվարժան դատարան, եթե չեմ սխալվում, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ ամրագրված է, որ մարդը բարձրագույն արժեք է, միաժամանակ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ոչ թե դատական իշխանությանը, իշխանությունը ոչ թե պատկանում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը, ոչ թե պատկանում է քրեակատարողական ծառայությանը կամ պրոբացիայի ծառայությանը, այլ իշխանության կրողը հանդիսանում է ժողովուրդը։ Ժողովուրդը այդ իշխանության կրելու իր սահմանադրական հնարավորությունը իրացնում է ընտրություններին մասնակցելու միջոցով։ Հիմա Արթուր Սարգսյանը տնային կալանքի պայմաններում ստացել է այդ մանդատը ժողովրդից։ Հիմա ուզում եմ հարց տամ, դա իրավաչափության պայման չի փոխում։ Այսինքն, որ Արթուր Սարգսյանին դուք այսքան բանի մեջ մեղադրել եք, իրան ուղարկել եք բանդ, բանդից հետո ուղարկել եք տնային կալանքի, չեք թողել ոչ մեկի հետ շփվի, դրանից հետո շփման սահմանափակումը մեղմացրել եք, դրանից հետո մի փոքրել եք մեղմացրել, այս սահմանափակումների պայմաններում ինքը ընտրվել է ազգային ժողովի պատգամավոր, 9-րդ գումարման, դա իրավաչափության պայման չի փոխում։ Այսինքն ժողովուրդը իշխանության կրող է ամեն ինչը իմանալով տվել է Արթուր Սարգսյանին մանդատ։ Հիմա ուզում եմ հասկանամ դատական իշխանությունը իդեմս ձեզ, որտեղ կրկին դեռ ձեզ են լինում։ Դա ձեր համար նշանակություն չունի։ Հիմա հասկանանք ինչ է նշանակում այդ ընտրվելը։ Այդ ընտրվելը նշանակում է, որ կա մի օր, այն է 2026 թվականի օգոստոսի 2-ը, որը ունի սկիզբ, բայց չունի հստակ ավարտ, որովհետև ազգային ժողովի առաջին նիստն է 9-րդ գումարման, էլի եմ նշում, որտեղ պետք է պատգամավորան երդվեն եւ մասնակցեն ազգային ժողովի ձևավորման աշխատանքներին։
Ազգային ժողովի նախագահ, փոխխոսնակներ, մշտական հանձնաժողովներ, խմբակցությունների ձևավորումներ եւ այլ մի շարք գործառույթներ, որը Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական կառավարման համակարգի երկիր լինելով ամենաառաջնային մանդատ ունեցող մարմնի ձևավորման փուլն է։ Դա իրավաչափության պայման չի փոխում պատվարժան դատարան։ Այսինքն Արթուր Սարգսյան, ով մի տարուց ավելի պատշաճ վարքագիծ է դրսևորել, ով իր վարքագծով ապացուցել է, որ դուք եք սխալ եղել, դատախազությունն էլ է սխալ եղել։ Այդ ամեն ինչը ապացուցած մարդը, ժողովրդի վստահության քվե ստացած մարդը չպետք է մասնակցի ազգային ժողովի աշխատանքներին, լինելով ներկայացուցչական մանդատով օժտված մարդ։ Պատվարժան դատարան տենց 105 հոգի կա։ Հայաստանի Հանրապետությունում 3 միլիոնից ավելի մարդ է բնակվում։ Այդ կարգավիճակով ներկայացուցչական մանդատի 105 մարդ կա։ Գիտեք Սահմանադրական դատարանի 16-19 որոշումը ինչի մասին է։ Դա սուտ տեխնիկական պատգամավորի կարգավիճակ ձեռք բերել մինչև այդ պատգամավոր լինել չլինելը չի է։ Դա ազգային ժողովի բնականon գործունեության մասին է։ Դա նրա մասին է, որ դատավոր Ֆարֆոյանը չկարողանա հեղինակազրկի ազգային ժողովին, որ դատավոր Ֆարֆոյանը չկարողանա միջամտի ազգային ժողովի գործունեությանը։ Դրա մասին է Սահմանադրական դատարանի որոշումը, պատվարժան դատարան։ Շատ լավ, դուք անցյալ շաբաթ դա հաշվի չառաք, չգիտեմ։ Իմ վարկածները ունեմ ինչի համար դա եղավ։ Դրա մասով բոլոր գործողությունները ձեռնարկելու են, բոլոր, անխտիր։ Բայց նպատակս մեկն է, ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ հարգանք, կարգավիճակի, ոչ թե անձի։ Արթուր Սարգսյանին վստահ եմ, դուք հատախազներն են, նիստերի դահլիճից գտնվող այլ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաներ։ Լցված են հարգանքով, դա չի հարց։ Ես կարգավիճակն եմ խոսում, կարգավիճակը, որովհետեւ ազգային ժողովի 105 պատգամավորներից յուրաքանչյուրը ներկայացուցչական մանդատով աշխատած։ Այդտեղ իշխանական ընդդիմադիր պատգամավորը չի առաջնայինը, այդտեղ առաջնայինը պատգամավորի կարգավիճակն է։ Մի խոչընդոտեք այս գործունեությանը, պատվարժան դատարան։ Մի խոչընդոտեք դրան։ Հիմա ինչ վերաբերում է ընդհանրապես պատգամավորի գործունեության։ Ես չգիտեմ ընդհանրապես պրակտիկայում այս հոդվածը ուսումնասիրվել է թե չէ։ 2026 թվականի հուլիսից ուժի մեջ է մտել քրեական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի մեջ փոփոխությունները 3.1 հոդված։ Ասում է սույն հոդվածով նախատեսված սահմանափակումները, սահմանափակումը տնային կալանքի վերաբերում է թե հենց բուն տնային կալանքին, թե նամակագրություն, հեռախոսային խոսակցություն եւ այլն, դրանք բոլորը սահմանափակում են կոչվում։ Ասում է սահմանափակումները չեն տարածվում օրենքով նախատեսված պարտականությունների կատարման ուղղված գործողությունների իրականացման դեպքերի վրա։ Եթե դրանց չկատարումը կարող է առաջացնել օրենքով նախատեսված պատասխանատվություն։ Այդ գործողությունների իրականացման մասին մեղադրյալը անհապաղ տեղեկացնում է վերահսկողություն իրականացնող մարմնին։ Ինչ է ասում օրենսդիրը ստեղ։ Ձեզ ասեմ, չգիտեմ ով է նախաձեռնել այս փոփոխությունը, բայց սա այն է, որ տնային կալանքի էությունը շատ փոփոխում է, որտեղ ոնց տեսակ վարույթ իրականացնող մարմին չի ասում, ասում է վերահսկողություն իրականացնող մարմնին։ Այսինքն մի հատ զանգում ես պրոբացիա եւ գնում ես անհապաղ կատարելու քո գործողությունները։ Ու ոնց ես դա անում։ Օրինակ, տնից դուրս ես գալի, հա, գնում ես։ Այս ձևակերպումը ես բառացի օրենսգրքից մեջ բերեցի։ Սա գիտեք ինչի համար մեջ բերեցի։ Որ չառաջանա այն աբսուրդը օգոստոսի 2-ի հետ կապված, որը կարա առաջանա։ Որովհետև Արթուր Սարգսյանը եթե չի ներկայանում ազգային ժողով, դա առաջացնում է պատասխանատվություն։ Դա առաջացնում է այնպիսի բարձր պատասխանատվություն, ընդհանուր մինչև պատգամավորի կարգավիճակի դադարեցման հարցն է։ Հիմա կարող է ենթադրեմ պատվարժան դատարան, որ հենց դա էլ դուք ուզում եք առաջացնեք։ Եթե դուք չեք փոխում տնային կալանքը որպես խափանման միջոց։ Հիմա ասեմ ուրիշ մի բան է։ Նախորդ շաբաթվա ձեր ասած արտահայտությունը, որ ոստիկանները ուղեկցեն ազգային ժողով Արթուր Սարգսյան, պատվարժան դատարան։ Այդ ոստիկանները եւ ոստիկանությունը խորին հարգանքով գտնվում են ազգային ժողովի վերահսկողության ներքո։ Դուք այսինքն ուզում եք առաջացնեք մի իրավիճակ, որ գործադիրը սահմանափակում կիրառի ազգային ժողովի պատգամավորի ԱԺ բնականon գործունեության իրականացման մասով, չի կարա տենց դա ողջամիտ չի։
Դուք ամբողջ պետական իշխանությունների բաժանման, հավասարակշռման, սաղ բալանսը խաթարում եք դրանով։ Այդ նախարարությունը նույնիսկ հնչեցնելով։ Որովհետև Արթուր Սարգսյանի падգամավորի կարգավիճակ ունեցող Արթուր Սարգսյանի ազգային ժողով գնալը դա պայմանական մեկ այլ մեղադրյալի կողմից հիվանդանոց կամ բանկ կամ խորին հարգանքով եկեղեցի գնալը չի, որովհետև ինքը այդտեղ ուրիշ կարգավիճակով է գնում, ուրիշ գործառույթ իրականացնելու իմաստով է գնում։ Ուղղակի ինքնին, էլի եմ ասում, սահմանադրական մեկ այլ մարմնի նկատմամբ անհարգալից մեկնաբանություն է։ Եվ ի վերջո լավ եկեք հասկանանք, այս 2 ամսվա ընթացքում պատվարժան դատարան ինչ վարքագիծ է դրսևորել Արթուր Սարգսյանը։ Դրսևորել է իհարկե ինչպես մինչ այդ 2 ամիսը, մինչ այդ 3 ամիսը պատշաճ վարքագիծ։ Եթե մենք նվազագույն իրավական երաշխիքի մասին ենք խոսում, ուրեմն պատվարժան դատարան, հենց նույն 16-19 որոշման իմաստով, որը դուք մեկնաբանել եք բացառապես ֆորմալ եւ նույնիսկ բովանդակություններ, այլ ձևակերպումների իմաստով չեք գնահատել։ Բայց ես առաջարկում եմ 16-19 որոշման արձանագրված մեկ հանգամանքի վարժությունը։ Այնտեղ հենց որոշման մեջ դա ամրագրված է, միջնորդությանս մեջ էլ այդ մեջբերումը կատարել են։ Վենետիկի հանձնաժողովը հետևյալ թեստն է առաջարկում։ Ասում է ցանկացած լավ գործող ժողովրդավարական համակարգերում, եկեք հասկանանք, էլի այս նիստերի դավիճում ես հասկանալու ենք Հայաստանում ժողովրդավարական համակարգերի մակարդակը։ Ասում է դատախազական եւ դատաիրավական մարմինների անկախությունը այնպիսին պետք է լինի, որ այսենց միջնորդության հարց չլինի, իսկ լինելու դեպքում լուծում ստանա։ Ոնց որ թեստով հեսա հասկանում ենք Հայաստանում ժողովրդավարական համակարգերի աստիճանը։ Շատ ցայտուն կերպով հեսա բացահայտել ենք։ Այդ թեստը հիմա ապահովելու եք դուք, որովհետև Վենետիկի հանձնաժողովը հստակ դատական իշխանության եւ դատախազական մարմինների անկախության, անկողմնակալության կանոնների տիրույթում է դիտարկում անձի խափման միջոցի հարցի լուծումը քաղաքական այսպիսի իրավիճակներում։ Այո, Արթուր Սարգսյանը ասաց, որ գրավի չափի ավելացմանը ինքը դեմ։ Ասեմ ինչի համար եմ սա միջնորդ է, կրկին մենք համարենք նշվածը ոչ թե Արթուր Սարգսյանի կողմից ապահովող է, այլ իր մտերիմների, իր հարազատների, իր ընկերների։ Այո, այդ խոսակցությունը ես եմ բարել։ Ինչ տրամաբանության։ Ծանոթացա ձեր որոշմանը։ Ես ի վերջո խնդրել էի տնային կալանքը վերացնել սահմանադրական դատարանի որոշման ուժով, միաժամանակ նաև խնդրել էի գրավի չափը նվազեցնել։ Դատարանը անդրադարձել էր նաև իր որոշման մեջ գրավի չափի նվազեցման մերժմանը, ասելով, որ հենց 20 միլիոնն է, որ ապահովում է պատշաճ վարքագիծը։ Լավ, դե ուրեմն ստացվում է դրանից ավել առաջարկը պետք է հակառակ ազդեցություն ունենա։ Վճռաբեկ դատարանը շատ հստակ 2026 թվականի մայիսի 5-ի իր որոշմամբ վստահ դատախազության գործընկերները տեղյակ են այս որոշումից։ Ինչ է արձանագրել։ Ծանրակշիռ փաստարկների հիմնավորելու պարտականությունը կալանքի տակ պահելու անհրաժեշտ պայման։ Հակառակի համար պատվարժան դատարան պետք չի ծանրակշիռ փաստարկ ներկայացնել, որովհետև Հայաստանում պետք է գործի ազատության կանխավարկածը։ Սահմանադրական դատարանը 1792 որոշմամբ դա ասեց, երևի նկատեց ոնց որ այդքան էլ լավ չի իրացվում, որոշեց մի հատ 1796 որոշմամբ դրա մասին ասի։ Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետության դեմ խայտառակ քանակի վճիռներ է կայացրել հենց ազատության կանխավարկածի մասին։ Հիմա ինձ ասեք, այսքան ժամանակ պատշաճ վարքագիծ դրսևորած իրավաչափության պայմանի ամենատիտանական փաստարկը ներկայացրած իրավիճակն է։ Ժողովուրդն է գնահատել Արթուր Սարգսյանի պատշաճ վարքագիծը, տալով իրան 9-րդ գումարման ազգային ժողովի падգամավորի մանդատ։ Ոնց սա իրավաչափության պայման չի փոխում, ոնց սա հակադրվի ինչ ծանրակշիռ փաստարկի։ Պատվարժան դատարան, այդ ո՞րն է այդ ծանրակշիռ փաստարկը։ Ո՞րն է։ Որովհետև եթե կա տենց ծանրակշիռ փաստարկ, ուրեմն դուք մյուս կողմից էլ տապալել եք ձեր ջանասիրություն ապահովելու պարտականությունը։
Որովհետև նույն սահմանադրական դատարանը ասում է դուք պետք է այնպիսի ջանասիրություն դրսևորեք, դուք դատախազությունը բոլորով էլի ովքեր որ մարդկանց կալանքի են տանում կամ պահում, որ նույն այդ ռիսկերը կալանքի նվազեն։ Եթե չեն նվազե դրա մեղավորողը, Արթուր Սարգսյանը բոլոր նիստերին եկե ներկայացել։ Արթուր Սարգսյանը բոլոր նիստերին իր պատրաստակամությունը ցուցաբերել է։ Ինչ դատավարական պարտականություն ունի ամեն ինչ անում է։ Պատվարժան դատարան, լավ, դուք շատ լավ գիտեք, որ առանց մի հատ ոստիկանի ուղեկցությամբ, պարզապես ձեր կազմին տեղեկացնելով, պրոբացիային է տեղեկացնելով, Արթուր Սարգսյանը հիվանդանոցել է գնաց է եկել։ Լավ, ավել ինչ պատշաճ վարքագծի տվյալ պտի լինի։ Որ մենք խոսանք, որ տնային կալանքը պետք է վերացվի, որ պետք է 9-րդ գումարման ազգային ժողովի աշխատանքները պատշաճ իրականացվեն։ Իդեպ ես նաև դատախազության շահագրգռվածությունը, ես չգիտեմ իրենց դիրքորոշումը ինչ է լինելու։ Ես կարամ կանխատեսեմ, բայց ես չեմ հասկանա իրենց շահագրգռվածությունը միջամտելու ազգային ժողովի բնականon գործունեությանը։ Այսինքն իրավական շահագրգռվածություն չեմ հասկանա։ Ուրիշ հանգամանքները առավել քան հստակ կդառնան։ Թե հələ տեսնենք իրենք ինձ դիրքորոշում կներկայացնեն։ Պատվարժան դատարան անկեղծ։ Թող մեր հանությունը տեսնի իսկապես, որ ստացվում է հնարավոր է օրինակ մեկ շաբաթվա նախորդող ժամանակահատվածում հստակ ամեն ինչ տեսնել, բայց դրանում սխալվել։ Կամ էլ ուղղակի արձանագրել, թե ինչքան ամեն ինչ կանխատեսելի էր, ինչքան ամեն ինչ պարզ էր դեռ 7 օր առաջվանից։ Եթե նվազագույն իրավական երաշխիքների տիրույթ ունենք պատվարժան դատարան, ոչ թե իմ կողմից ներկայացված միջնորդությունն է դրա համար եմ ասում, բայց իսկապես կարծում եմ միջնորդությունը ներկայացված հիմնավոր է։ Իրավական հաստարկումներով, իրավական, իրավաչափության պայմանների մանրամասն վերլուծությամբ, նոր ներկայացված հանգամանքներով եւ առաջիկա աշխատանքների իմաստով։ Խնդրում եմ միջնորդությունը բավարարել։